հարցումներ կան բումա զոտակայանից։ Պարոն Ռոբոբում, ելեք, բումա թռիչքի ժամանակ, բումա նավը հայտնաբերեց նոր մոլորակներ, բայց այդ մոլորակների վրա ոչ ոք չկար, դրանց վրա մարդիկ չէին ապրում։ Շատ լավ Ռոբոբում, պատրաստիր ինձ համար այդ մոլորակների բումա պատկերը և բումա գրությունը։ Լսում եմ, պարոն Ռոբոբում։ Բայց մինչ այդ նախապատրաստիր գիտելիքների բումասենյակը, այսօր մենք կրկին հյուր ունենք։ Լսում եմ։ Ապա տեսնեմ, թե ով է այս անգամ պայքարելու իմ գլխավոր մրցանակի համար։ Ռադեկ Մանուկյան, բնակության վայրը Երևան, տարիքը 11 տարեկան, սովորում է 7-րդ դասարանում, ճիշտ է պատասխանել ձեր 3 հարցին, որպեսզի մասնակցի ինտելեկտուալ խաղին։ Ողջույն, մեզ շատ սիրելի հեռուստադիտողներ, Ռոբոբումի հարցերի պետք է այսօր պատասխանի Հայկը։ Նա արդեն պատասխանել է 3 հարցի և այսօր պետք է մասնակցի ինտելեկտուալ մրցույթին։ Բաբա, բեբե, Բարև, ես Սելինն եմ, ես Միլենն եմ։ Ես էլ Հայկն եմ։ Նախ եկեք վերհիշենք այն հարցերը, որոնց պատասխանել է Հայկը։ Հարց առաջին. Ում են անվանում ամենայն հայոց բանաստեղծ։ Ամենայն հայոց բանաստեղծ անվանում են Հովհաննես Թումանյանին։ Հարց երկրորդ. Որտեղ է գտնվում Թաջ Մահալը։ Թաջ Մահալը գտնվում է Հնդկաստանում։ Հարց երրորդ. Քանի կիլոբայթի է հավասար 1 մեգաբայթը։ 1 մեգաբայթը հավասար է 1024 կիլոբայթի։ Բրավո! Իսկ հիմա եկեք ծանոթանանք Հայկի հետ։ Ո՞ր դպրոցում ես սովորում։ Ես սովորում եմ 147 դպրոցում, Իսկ ո՞ր դասարանում։ 7-ի A դասարանում։ Իսկ որտեղից գիտես Ռոբոբումի հարցերի պատասխանները։ Ես սիրում եմ շատ գրքեր կարդալ եւ այդ հարցերի պատասխանների կեսը իմացել եմ գրքերից, իսկ մյուս կեսը անցել ենք դպրոցի դասագրքերում։ Դե ինչ, ժամանակն է, որ մասնակցես Ռոբոբումի ինտելեկտուալ խաղին։ Պատրաստ ես։ Այո, ես անպայման հաղթելու եմ։ Բաբա, բեբե, Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ եմ։ Դուք պատրաստ եք մրցույթին։ Այո, ես անպայման պետք է հաղթեմ։ Լավ, բացատրեմ խաղի կանոնները։ Ես պետք է ձեզ տամ 10 հարց։ Միայն բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում կստանաք մրցանակ։ Պարզ է։ Պարզ է։ Յուրաքանչյուր հարցի պատասխանելու համար ունեն ընդամենը 10 վայրկյան։ Պարզ է։ Պարզ է։ Դե ինչ, սկսենք։ Սկսենք։ Ուշադիր հնչում են հարցերը։ Հարց առաջին. Ինչ է Էյնշտեյնի անունը։ Ժամանակ։ Պատասխանի ունեմ։ Հարց երկրորդ. Հայոց հայտնվելուն որ տարն է հաջորդում պարին ժամանակ։ Պատասխան։ Պային հաջորդում է ջտարը։ Հարց երրորդ. Քանի խոռոչ ունի մարդու սիրտը։ Ժամանակ։ Պատասխան չկա։ Հարց չորրորդ. Տարվա որերորդ
սեպտեմբերը ժամանակ պատասխան Սեպտեմբերը տարվա 7-րդ ամիսն է։ Ահինգերով որտեղ են ապրում պինգվինները ժամանակ Պինգվինները ապրում էին Անտարկտիդայում։ վեցերով որ թվականին է Հայաստանը առաջին անգամ բաժանվել Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև ժամանակ պատասխան Ես չեմ գամ պատասխանեմ այդ հարցին։ յոթերով որն է Պակիստանի մայրաքաղաքը ժամանակ պատասխան Պատասխան չունեմ։ ութերով ով է Վարդան Մամիկոնյանի արձանի հեղինակը ժամանակ պատասխան Պատասխան չունեմ։ իներով ով է ասել եկա տեսա հաղթեցի ժամանակ վերի վիրի վիսի եկա տեսա հաղթեցի պատասխան Սասունցի Դավիթը։ վերջին 10-րդ հարցը որն է ջրի քիմիական բանաձևը ժամանակ պատասխան Ջրի քիմիական բանաձևը դա H2O-ն է։ Իսկ այժմ ես կներկայացնեմ ճիշտ պատասխանները։ Ինչ է Էյնշտեյնի անունը։ Ալբերտ։ Հայոց այբուբենում որտարն է հաջորդում պայի պատասխան Ջ։ Քանի խորոջ ունի մարդու սիրտը պատասխան 4։ Տարվա որերորդ ամիսն է սեպտեմբերը պատասխան 9։ Որտեղ են ապրում պինգվինները պատասխան Անտարկտիդայում։ Որ թվականին է Հայաստանը առաջին անգամ բաժանվել Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև պատասխան 387 թվականին։ Որն է Պակիստանի մայրաքաղաքը պատասխան Իսլամաբադ։ Ով է Վարդան Մամիկոնյանի արձանի հեղինակը պատասխան Երվանդ Քոչարյան։ Ով է ասել եկա տեսա հաղթեցի Հուլիոս Կեսարը։ Որն է ջրի քիմիական բանաձևը H2O։ Կեցես հայք, կեցես ես հիացած եմ, սակայն դու չհաղթեցիր։ Հաջողություն։ Հաջողություն, հաջորդ անգամ ես անպայման հաղթելու եմ։ Հաղթեցիր։ Ոչ, ես ընդամենը 3 հարցի եմ պատասխանել ճիշտ։ Ոչինչ, չհուսահատվես։ Ախր ռոբոբը մի հարց
բավականություն։ Մենք ես համար պատրաստել ենք անակնկալ, անվճար տոմս Էվոտ Արյունի կողմից։ Եվս մեկ անակնկալ նվերքած Վալանակական գեղեցկության սրահի կողմից։ Շնորհակալություն։ Ես Ռոբոբումին խոստացա, որ մյուս անգամ անպայման հաղթելու եմ։ Իհարկե հաղթել։ Բրավո։ Պարոն Ռոբոբում, կապը երկիր մոլորակի հետ հաստատված է։ Այս տղան շատ խելացի էր, նա իր շատ դուր եկավ, նա կարող է իր գիտելիքների ուժով հաղթել շատերի, բայց ինչ-որ բան այս անգամ խանգարեց նրան, ինձ թվում է նա շատ էր հուզվում, դե դա լավ չէ, ուշադրություն, այսօր նույնպես ես կտամ ձեզ երեք հատ, եղեք ուշադիր, որպեսզի կարողանաք ճիշտ պատասխանել դրանց։ Դուք պետք է լինեք առաջինը, որպեսզի մասնակցեք ինտելեկտուալ խաղի։ Ուշադրություն, հնչում են հարցերը։ Հարց առաջին։ Որ թվականին է ստորագրվել Թուրքմենչայի պայմանագիրը։ Հարց երկրորդ։ Որն է Իռլանդիայի մայրաքաղաքը։ Հարց երրորդ։ Ով է գրել մատնաչափիկ հեքիաթը։ Զանգահարեք 09920704 հեռախոսահամարով և պատասխանեք այս հարցերին։ Հիշեցնեմ, որ ով առաջինը պատասխանի այս հարցերին կմասնակցի ինտելեկտուալ խաղի։ Լյանգունը գլուխդ քարի։